Սիրելի հետևորդներ, բարի լույս բոլորիդ, այսօր ապրիլի 7-ն է, մայրության և գեղեցկության օրը, կանանց, աղջիկների, քույրերի, մայրերին, բոլորին շնորհավորում եմ, ուրախ եղեք, երջանիկ եղեք, խինն ու ծիծաղը թող անպակաս լինեն ձեզանից, ինչ ասեմ, երջանկություն կարևորը, ձեր ընտանիքներով, ձեր երեխաներով, ինչ կանեք, ինչ կստեղծեք, գնահատված լինեք ձեր ընտանիքի, մանավանդ ձեր երեխաների կողմից, թող բոլոր մայրերը իրենց զավակների կողմից ստանան այն չարչարանքը, այն տանջանքը, որ են փոքրուց պահել ու մեծացրել են, չնայած չի կարելի ասել չարչարանք, տանջանք, դա խինդ է, ուրախություն է, բերկրանք է, բոլորը թող երջանիկ լինեն, ուրախ լինեն, լավ նվերներ ստանաք այսօր, վերջին օրն է, միամսյակի վերջին օրն է։ Հայր ձեզ մեր սիրելի հետևորդներ, ձեր ապրիլի 7 շնորհավոր։ Գնա Լիլիթ ջան, Լիլիթն է գնում է դասի, այդպես ես էլ հեսային կոֆեն դնեմ, կոֆե դնեմ, խմենք, գնա։ Հա։ Կոֆե խմողներ, հավաքվեք, եկեք, կոֆե ենք դնում, համով կոֆե, որը իդեպ վերջանում այրեք մինչև ուշեր գնացի Վալբերիս, կոֆեի տեղը փակ էր, լավ բաների մասին խոսենք, գնամ աշխատանքի գամ, Աշոտը դե 3 տանը չէր, հողամասի գործի ես չարեցի, գիտեմ, որ կգա, վրայս կփնթփնթակ, խոսա, գասի ինչս տենց արե, ինչս տե փորե, դրա համար դաշտ գնացի, բայց հողամասին չկպա, այսօր տանն ա, եղանակն էլ ոչինչ, տենց անպամած, կիսաանպած, կարևոր անձրև չգա, ամոթը լավ բան է, գնանք այդ կարտոֆիլի տեղը փորենք, որ այս քանի օրվանը տանենք, ցանենք, էսա գնամ գամ ու ինձ գցեմ հողամաս, էսա լարված օրվա ռեժիմը սկսվեց, լույսը բացվեց, բարին իհարկե հետը, մեզ առողջություն, հաջողություն, որ գնանք գանք, տեսնենք ինչ ենք անում, ահա, չթափես մենակ, այս էլ իմ համեղ կոֆե, ես մարինատը չբացեցի, հեսա, մի քանի հատ ընդմիջման համար տանը, իշտ դրա համար բացեցի, կոֆե խմելը պարտադիր պայման է ձեզ հետ, դուք էլ դրեք, հոգնածը գիտեք, այն ժամերի եք ինձ դիտում, որ ուզում եք նստեք, հանգստանաք, գործերից ազատվել եք ու այդ ընթացքում միացնում եք իմ վլոգները, մեկ բաժակ կոֆե եք դնում ու դիտում եք հանգիստ։ 2 րոպե շունչ քաշեմ, գործից եկել եմ ու վազում ենք հողամաս։ Աշոտի սրտով չի, ինձ սս թարս է նայում, եղանակը մի քիչ առաջ անձրև էր, բացեց, արև էր, եկանք հասանք, նորից անպած է, բայց որ սենց հով լինի, լավ անձրև չգա, էինա, մի փոքր տեղ կա, բաց է, չնայած բան ենք բերել, հետներս անձրևանոց կա, գնանք էլի, մի քիչ գործ կանենք, տեսնենք, հետ անգնում, հետ համեմնանք տունը ինչ անենք, մաքուրոտ հավեսին, մի գործ կանենք, էլի գործը, ինչ, գործը լիքնա, ներեն եղե,
Մեծ, ոյ, հապոքեի, չորացնեի, չնայած ավելուկի սեզոնին, կարշմի սեզոնին, որ գնում ենք լիքնա, բայց դե չես իմանում, ավելուկ քաղես, էդ քաղես, են քաղես, ինչի ամպար, գիտեմ, հեսա հասնենք անձրևը գալու է, հաշոտն էլ էլի վրաս բարկանա, ասի էտ էիր ուզում ինձ չլսեցիր, բայց դե ես իմ գործը առաջ եմ տանում, իմ զորին եմ գցում տենց ասած ու գնում եմ։ Մոսրերները տերևակալեցին։ Այս մարաժոները արդեն լավ չեն երևա։ Բարի հաջող եկանք հասանք։ Մնաց գործ անենք բարեհաջող։ Ես դու ես կտրաշ։ Հա։ Հիմա որոշենք որտե անենք կարտոշկան։ Ես այստեղ եմ ասում, չի լինի դրանք անենք։ Չէ, անցած տարի արի։ Աշոտ, որ ստե կիսենք մեջտեղից ինչ կլինի։ Դե պետք է չգիտեմ։ Հա։ Երկար են, չէ, առուները։ Սենց մեջտեղից թուն բանենք, կիսենք։ Կլինի տենց։ Հա։ Ջուրն էլ այսենց էնի է անով կջրվի։ Էս էլ այսենց, որ սենց երկարը լավ չի լինում։ Ես թվում է կարճ-կարճը ավելի լավ կլինի, չէ՞, կիսենք։ Այս տարի կարտոշկան ստեց անենք էլի։ Ինչ իմանա։ Մնացել ենք շիվար, այստեղ փորել է Աշոտը։ Ստե փորենք, բերենք մի քանի զոլ խորճիկենք ստե։ Կամ այն ներքևի հատվածախ, ստե ուզում եմ պոմիդոր անենք։ Վերի մասը, այս մասը բիբար։ Այն կողմն է բիբար, այս մասն է բիբար։ Վերց արի դե, բահը։ Քանի եղանակը լրիվ չի սևաց է, եղանակը չէ, լամպերը, ու բաց է, ինյանը որ բաց է, լավ է, հույսեր կան։ Սունկան կախենք, վերև չտանենք, ստե թողեմ, կախելու տեղը չկա, ապն այսենց կախենք ստե, ես էլ։ Հա, ասում ես էտե որ փորել ես տեղ անենք։ Որտե։ Որտե անենք կարտոշկան։ Կարանք այսենց կիսենք էլ, այսենց էլ անենք։ Չէ։ Չէ։ Դե դե ուրեմ պիտի փորենք։ Հետ որ փորել ես շարունակի տեղ էլ անենք։ Դուր ես փորեմ, դե որ չես փորում։ Փորեմ մի րոպե, սպասի։ Որտե։ Այդտեղ անենք, դե։ Ինչ իմանամ։ Ես էլ չգիտեմ։ Այդտեղ որ փորել ես։ Ցեխ է։ Ցեխա։ Հա ինչ է։ Որ ասում գիտես խափում եմ։ Չի լինում։ Չանենք է։ Դե որ չի լինում ծառերի տեղ փորենք, ինչ անենք։ Միջև վաղը չեմ իսար կփորենք սենց։ Ինչ է էդ։ Հա։ Դե մի փոր։
Կպնում է բահին, չէ։ Հա։ Որ աշկովը սնգա, որ ցան է, սենց չի ծլի, ո։ Ամբողջը այսենց համեմաս, դե համեմի սերմ էր մնացել, թափվե ծլելա, լավա։ Կջրվի համեմ կլնի, վայ այդպես։ Մանդիկի սարը արևա, այդքան մասը որ փակեց, մենք կորած ենք։ Սրան պիտի էթամ բան հավաքեմ, բերեմ խառնեմ։ Այդ խորը խփի այդ չայիրնա։ Թող վերցնեմ։ Այս արմատները։ Ինչ ա որ։ Շատ ցեխ է, մամա։ Այս փետերը ես էլ հավաքեմ։ Նա ունեմ, մեկ այլ պետք չի։ Տես այս ավիս էլ եմ բացելու։ Այս ցանկապատ անենք։ Ծիրանեն ու հոտը ինչ լովն է, բայց մի հատ մեղու չկա, սուրտ է, մեղուն չի աշխատում, համ անձրև է, համ սուրտ է, ծիրանի նեկտարը չեն հավաքում։ Ծառերի տեղերը նախապես պատրաստում է Աշոտը։ Մեր շլոր անցած տարի մի հատ էր տվել, այս տարի էլ երևի մի քանի հատ հաջողություն լինի, քանի հատ կլինի։ Մեր հողամասի մարաժոնները, ծնեպեկները, սրանք դաշտինը չեն, ես եմ ցանել, Վալբերիսից էին պատվիրել ու ամեն տարի իրանք տարես տարի կհաստանան, անցած տարի ավելի բարակ էր։ Այդպես, սպարժա է կոչվում ռուսերեն, հեսա նայի, սրանք էլ հեսա բարակ ծլում են, հեսա շոտ կա այստեղ, շոտ, այսենց ցանել եմ, հեսա, մի 3 տարում նոր նորմալ լինում է, հաստ։ Աստված ջան, անձրև թող չգա, 1, 2, սա էլ երորդն է։ Քորո, չէ։ Քորոտ այդ վերևի մասը։ Սահատ դեղցի ծառի տեղ փորեց Աշոտը, լավ խորը, տենց փոսեր արեց, բայց դա անձրևը հենա եկավ։ Մեծ խանգարում անձրևը, բայց ընդհանուրը նենց պորզել է, թե ինչի սկսեց,
Չգիտենք, միգուցե հեսա կտրվի։ Նստել ենք թախտին, սպասում ենք բախտին, հա։ Անձրևը կտրվի, նա կտրվեց լովում։ Այս տոպրակը ինչի է փախը։ Կախենք ծառից պետք կգա։ Ես խոտերը դանակով հանեմ արմատներից, տեսեք քանի անգամ ենք հանելու։ Հելա ուրեք։ Բանջարել կա, սիբեխները չեմ հանում, թող մնաս շատանան, տարածվեն, սերմակալեն, փշերը։ Դանակով հեշտ է տալիս եմ արմատներն է հետը հանում։ Համե հողը փափուկ է։ Մանուշակներին չհանեմ։ Աշոտ, էլ, Ուր, գործ, ինչ գործ։ գործ արա, անձրևը կտրվել է վաղուց։ Գիտես անձրև, հա գալի։ Զուրել եկանք, որ դու մի բանի վրա խոսում ես։ Որովհետև ես քեզ ասում եմ, եղանակին նայ, բացեց։ Դե բացես։ Բացեց։ Ոտերի ջաններ, բան։ Դե քայլի գնա։ Մարզանքա, մեծա կեթանք մարեմախոտ կքաղենք կեթանք, արի։ Էդ էլ է կարևոր։ Ինչ։ Քյորու փոշման գնում ենք տուն։ Այս տոքը էլ եղանակ անձրևն է խանգարում, թե չէ որ ասենք ցուրտ է, չէ, անձրևը խանգարեց։ Ուրա գնաց։ Էդ այսօր տուն տնից դուրս չես գալու։ Եղանակ հետ է ասում։ Հենա, գետում եմ տունել, սպանես էլ հետ չեմ գա, վսյո, վերջ։ Ինչ, ընտիր։ Լավ գործ արինք, հա։ Հա, ձեռես արն։ Գործերը տնկցինք առաջ բանջան։ Մնացել էր մի կենգամ առաջ։ Բեն մեկ չէ, չստացավ, իմ դժբախտության վրա Աշոտը ծիծաղում։ Ես չեմ ծիծաղում։ Կատակում։ Ասում եմ, անձրև է գալու հավայթանանք։ Չի գա, կտրվավ։ Հա, կտրվավ էլ, հիմա էլ կտրվավ։ Դե հետ գնա գործ Հա, ար։ կեթամ էլ։ Մոկեթամ։
մոտը զորով այն ստանում տուն, չեմ ուզում գնամ, անձրևը բարակ մաղում է, բայց օդը այնքան մաքուր է, հաճելի, կանաչ, չեմ ուզում գնամ, զորով տանում ա տուն սիրելի հետևորդ։ Քեզ խոսանում եմ, ծերանաս դառնաս մի 70 տարեկան տատիկ, հա, քո համար մի հատ բուդկա կբերեմ, ստե կապրես։ մեծ հաճույքով կապրեմ։ Համելով ասեց, որ ես ծերանալու եմ, կլեմ 70 տարեկան, բայց չեմ ծերանա։ Հա։ Ինչ։ Քե լավ, պախմտոցի չենք խաղում։ Բա ինչ ենք։ Գնանք տուն։ Են ուր իջար։ Այդի, չէ։ Մաներա։ Ահա։ Այսքան է մայրամախոտ հասցրեցինք խաղել։ Սունկանե թարս եմ բռնել։ Հա, որ չմեջիներ Զորով տանում ա տուն Աշոտ է ինձ սիրելի հետևորդներ։ Ուղիղ ոտերի տակ նայի։ Թրիկների մեջ են գնեմ։ Չէ, որ ոչ մի բան կողոտ չտնես։ Ծաղիկ։ Մարդել ես հաճելի եղանակին գնա տուն։ Ասենք, ի՞նչն է հաճելի, ես զարմանում եմ, ցուրտ, ցեղ։ Արա, էսի ցուրտ է։ Հա, ցուրտ է, ես մրսում եմ։ Ոյ։ Երեք սառել եմ, մրսում եմ։ Քաղաք ցուրտ էր երեք։ Ավելի լավ է գնամ, գլուխս կախեմ, տան գործեր անեմ։ Բայց այնքան լավ բաներ եմ հավաքել։ Հեսա գնամ տուն, ցույց կտամ։ Սենց անեմ, որ էլ չքա։ Սունկե 10 վարը եկ կանթս կպոկվի շուկրտեն էթամ։ Նորը վերցել եմ, հեսա պոկվում է։ Կռա։ Նորը առել եմ, Լիլիթը վերցրես գնաց դպրոց, տարավ դպրոց։ Էլի մնացի հին տաշտակի հույսին։ Ահա, սիրելի հետևորդներ, դե որոշեցինք, որ հողամասում գործ անենք։ Այն էլ չստացվեց, մի քիչ մայրամախոտ հավաքեցինք թեյի ծաղիկներ ու եկա տուն, հիմա ճաշ եմ, ջրալի ճաշ եմ պատրաստում։ Հավի թևիկներն են, եռացրել եմ, բայց ես հիմա այս ջուրը եռացրեցի ու այդ ջուրը հիմա ուզում եմ թափել, որովհետև ինչա, ինքը չգիտեմ, տնական չի, կարելի է թափել։ Ահա, ես այսպես։ Ու եռացրած ջուր եմ լցնում վրան, նորից եռացնում։ Հավի ճաշ, այն որ միշտ պատրաստում եմ։ Նորից ջուր եռացնենք։ Ջրալի ճաշ երեխաների սիրած ճաշից։ Թողեփի, սա ջուրը կլցնեմ։ Այ մոտով է տեսել լացելով ճաշ է պես։ Սոխը մինչև մաքրեցի, լացեցի։ Ահա, բրինձն էլ եմ լցրել, սենց չի երևում, որ հանեմ, տեսնեմ, չի մնում։ Սիլիկոն է գթալի վրա, ահա, թող սրանք եռան, էփվեն, բրինձն ու հյուսը։ Դե առանձին եմ անում, լավ տժտժա, լցնեմ վրան։ Այսօր մի գեղեցիկ վարդ եմ ստացել։ Անակնկալ էր, կարելի է ասել։ Գնարբուկ եմ հավաքել, մեր վայքում մենք ասում ենք մեղվի լալա այս ծաղկին, ինքը շատ համեղ թեյ է լինում։ Նախ առաջինը օգնում նյարդերի, հանգստացնում է ամբողջ նյարդերը, հազի դեմ, բրոնխների, ասթմայի, թոքաբորբի, կապույտ հազի, այսքան օգտավետ է, օգտակար է այս հրաշք ծաղիկը ու ինքը իր մեջ պարունակում է A և C վիտամիններ։ Իհարկե շատ հաճելի կլինի, որ ծաղկային այս թեյը կիրառենք, օգտագործենք իր տերևների, ցողունների հետ միասին։ Տերևների և ցողունների մեջ էլ կա A և C վիտամիններ և այդ փունջը ավելի օգտակար է, օգտավետ է։ Ես ասել եմ, չէ, որ այս տարի զբաղվելու եմ ծաղկային թեյերի վաճառքով
Եվ հիմա մեզ մոտ այն սեզոնն է, որ ծաղկում է գնարբուկը եւ խատուտիկը։ Հիմա հավաքել եմ, քանի որ մի քիչ էլ թրջված ենք, ես մի քիչ հիմա թեյ կպատրաստեմ թարմ ծաղիկներով եւ դուք էլ կտեսնեք ինչ գեղեցիկ գույն է լինում։ Շտապեք պատվիրել, ես մեծ հաճույքով կհավաքեմ ու կչորացնեմ։ Դե ճանապարհից էլ եկանք 3 հատ մարաժոտ է սա քաղեց, անտարբեր չի լինում անցնել։ Այս սոխառածը եղավ։ Մի քիչ կամաց անեմ։ Վերջապես այս Ցիտրոնի ամանը լցրեցի, ամեն օր ասում եմ, այսօր կլցնեմ, վաղը կլցնեմ, այսօր վաղը, այսօր վաղը ու լեցում։ Այս սոխառածը անջատում եմ ու նոր եմ կարմիր բիբարը մի քիչ ավելացնում, որ լցնում եմ ինքը էփվում, դաղվում է, ուրիշ համա լինում։ Համեղ ճաշա, հեշտ կարտոֆիլ չեմ լցնում, ճպճուր ենք ասում, բազմիցս պատրաստել եմ, ինքը նորից ոչ տոմատ ենք օգտագործում, ոչ էլ պահածոյացված պամիդոր, միայն աղացած բիբար, այսի սենց սիրուն եղավ ճպճուրը, ցիտրոն, պարտադիր, են էլ դաշտի, հողամասի, օիսին սուր հոտ ունի, Ռեհան չենք գցում, ուրիշ կանաչի չենք օգտագործում, միայն ցիտրոն։ Հետ էլ այդպես։ Դե ձուել ենք գցելու վերջում։ Հեշտ, արագ պատրաստվող ջրալի ճաշ, միևնույն ժամանակ էլ շատ համեղ։ Սա պատվեր էր, երեխաների պատվերն էր։ Հիմա կասեք Նազ ջան, ամբողջ օրը դու պատվեր ես կատարում, ճարս ինչ։ Գտրոնները իրենց տեղերում, մաքրենք տարածքը, մի քանի հատ այս ծաղիկներից լվանամ ու բերեմ, թե ես պատրաստեմ։ Եռացրած ջուր եմ լցնում, բայց իրեն նորից եռացնելու եմ, գոլորշինը չի թողում, որ երևում։ Ինքը անմիջապես տեսեք դեղնեց, իր դեղին երանգը տվեց։ Այնքան սիրուն, հավեսին, դեղին թեյ է լինում։ Արագ կեռա։ Սիրելի հետևորդներ, նույն էլ չորացնում ենք, չոր ժամանակ, որ օգտագործում եք, այսպես գեղեցիկ թեյ է լինում։ Ասեմ, որ ինքը իր վիտամինները եռացնելու ընթացքում չի կորցնում, A եւ C վիտամին է պարունակում, նաև օգտակար է արյան անոթների համար, մաքրում է մարդու արյունը, բորբոքումների դեպքում էլ օգտագործում են, հիմնականը բրոնխների, ասթմայի, շնչառության, մի խոսքով շատ լավն է, ովքեր ունեն C վիտամինի, A վիտամինի պակաս, կարող են այս ծաղկի միջոցով այն լրացնել։ Դե անջատեմ եւ լցնեմ, նայեք գույնը։ Ինչ հաճելի թեյ է, ինչ հաճելի գույն, ինչ հաճելի։
Այնպես որ ովքեր ցանկանում են կարող են պատվիրել գնարբուկի ծաղկային թեյը։ Ես մեծ հաճույքով կընդունեմ ձեր պատվերը եւ դուք կունենաք այս հրաշք խոտաբույսից։ Մի հատ էլ ճաշը նայեմ ու նստեմ թեյս վայելեմ։ Հա ջան։ Ահա, այսա, հələ բրինձը չի եղել։ Հա Լիլիթ։ Թողեցվի։ Առանց շաքարավազի եմ խմում։ Այսպես ավելի օգտակար է։ Գույնը դեղին։ Բա բուրմունք չեք պատկերացնի ինչ բուրմունք հոտ ունի, համնել գերազանց։ Իհարկե շատերը խմած կլինեք։ Երբ որ գնում են կարշմի մանդակի, այդ ժամանակ ավելուկի լիքն է լինում, սնկի տեղն էլ է լինում։ Այն որ ձեռքի հետ սենց համ սունկ եմ նայում, համ բանջար եմ հավաքում ու ձեռքի հետ տենց փիտում եմ, պոկրտում եմ։ Մի տարի ինչքան էի հավաքել մի սենց գոգնոց։ Այ տեսեք գոգնոց ասեցի, հիշեցի։ Այսօր գոնե այսօր պարապ լինեմ, հատուկ տենց կտորներ ունեմ, բռնեմ, ինչ անեմ, մեքենա չունեմ, ձեռքով մի քանի անգամ տենց կկարեմ, պինդ կլինի, որ դաշտ գնամ գոգնոց ունենամ։ Այս սունկաները խաղալիք են, դրանցով չի լինի։ Ընտիր։ Այնպես որ պատվիրեք սիրելի հետևորդներ, վերևներն է պետք է հավաքեմ, բերեմ, հետո չորացնեմ, պարտադիր։ Նույնիսկ ցողունները։ Անձրևը խանգարեց, բայց դե էլի հասցրեցինք, ձեռքի հետ էլ մայրամախոտ հավաքեցի, ես էլ հեսա սիրուն կմաքրեմ, գլվանամ, տեսեք ինքը արդեն իրեն մոտ աճ է նկատվում, լվանամ, չորացնեմ, մաքուր պատրաստ պահեմ, որովհետև ամեն օր էլ պատվերներ լինում են, պատվերներ ամեն օր էլ լինում են, սիրելի հետևորդներ, ասեմ նորից հիշեցնեմ, որ մայրամախոտը քաղցր տեսակի է, օգնում է անմիջապես արագ անցկացնում է ստամոքսի ցավը, փորացավը, օգտակար է աղիների համար, մի խոսքով տանը ունեցեք, կտեսնեք եւ խնդրում եմ, ովքեր օգտագործել են, ինձ գրեք անպայման, որ ես հասկանամ։ Տես զատիկի տորոնի արմատները ես ինչքան ներկեցիք ու նկարեցիք, ինձ ուղարկեցիք, նույնիսկ դեռ զատիկը չէր, իմ հետևորդուին ներկել ու ուղարկել էր ինձ։ Մենակ մի անձնավորություն, որ ասեց սուդվան է, չի ներկել, նազելիից գնել եմ, չի ներկել։ Ես զարմանում եմ, անհնար է, այստեղ ոչ մի, ոնց են ասում, ֆինդու ֆլուշ ֆոկուս, ինչ որ մի բան չկա, ինչ որ կար, ես ցույց եմ տվել իրականությունը, անհնար է, որ ներկեն չներկվի։ Ափեությունը այստեղ բացառվում է, սիրելի հետևորդներ։ Վերջում էլ պարտադիր այս ճաշատեսակին ձու պետք է հարենք, լցնենք ու խառնենք արագ։ Էպվելա ու մնում է ձուն։ Ձունը այսպես լցնում ենք ու խառնում ենք, որ տարածվի, գունդ չլինի։ Ավելի համեղացնում է ճաշին, ավելի տենց ճաշը մերվում է։ Ավելի տենց մերվում է, համեղանում է։ Ահա, այս էլ հավով ճաշը, ճվճուրը։ Թող մի հատ եռա ու անջատը։ Ահա, եւ անջատեցի, սիրելի հետևորդներ, ահա ճաշն էլ է պատրաստ։ Մի 5 րոպե մնա ինքը, նոր կլցնեմ կուտեն։ Ահա։
Համեղ ճաշ, ճաֆճուր։